երեկո, հարգելի մասնակիցներ, գործընկերներ, հուսամ լավ եք, ինչ անցնենք այս շաբաթվա ընդհանուր ամփոփմանը, այո այսօրվա ֆունդամենտալ պատկերին, ուրեմն գնանք ճապոնիայից սկսենք, շատ վատ ստացվեց իհարկե այս թիվը, բավական անկում է արդյունաբերական արտադրանքը, բայց մենք հետագա լավ արդյունքներ սպասում ենք ճապոնական տնտեսությունից, որը կարող է նաև զարկ տալ նաև հենց Ճապոնիայի արդյունաբերական արտադրանքին։ Դե ինչ այսօրվա հիմնական մեղ, այսպես ասած, ուրեմն կենտրոնական Միացյալ Նահանգների ռեզերվային բանկի համար շատ էական նորությունների խումբն էր, մասնավորապես սպառողական գների ինդեքսները, և խնդրեմ բավական վատ արժեքներ, տեսնում եք, դա էլ քիչ չէ, ուրեմն մանրածախ առևտրի ցուցանիշն է շատ վատ, նվազել է 0.2%-ով, ընդհանրապես աճ չկա այստեղ, և բազային տոկոսադրույքը ներողություն ինֆլյացիոն ցուցանիշը, սպառողական գների ինդեքսը, որի վրա հիմնականում շեշտ է դնում, ուշադրություն է դարձնում Ֆեդերալ ռեզերվային համակարգը, կանխատեսված աճի փոխարեն, խնդրեմ նման ցուցանիշ։ Իհարկե տարեկան կտրվածքով 1.7% պահպանվում է, բայց դե ընդհանուր վիճակը դեռ վատ է։ Դե ինչ, էստաֆետը գնաց մի ու շաբաթվան, բայց բոլոր դեպքերում այս վիճակը կփրկի մի բան, եթե 1 ամիս անընդմեջ դոլարը արժեզրկվի։ Ասեմ ձեզ, ես դրան էլ սպասում եմ այս ամիս, ընդհանրապես միջնաժամկետ հատվածում դոլարի արժեզրկման խնդիրը արդեն գրեթե լուծված է։ Մի քիչ իրավիճակը փորձեց մեղմացնել, անկում արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը, կանխատեսվածից և նախորդ ամսվանից բավական լավ աճ ենք ունեցել, բայց արդեն Միչիգանյան համալսարանի տվյալները սպառողների սպասումների և սպառողների տրամադրությունների վերաբերյալ բավական վատն էին և բավական կտրուկ անկում է տեղի ունեցել Միացյալ Նահանգներում, սա պայմանավորված է տնային տեսուների ընդհանուր հոգեբանական վիճակից, մեր վերջին նորությունները կսպասենք այստեղ, ամենայն հավանականությամբ աճած պետք է լինի, և գների աճի հետ մեկտեղ արտահանող տեխնիկա-տեխնոլոգիաները աճում են։ Ինչևէ են վատ փունջը նորությունների, որը սպասում ենք Միացյալ Նահանգներից իրականացավ, և տեսնենք, թե մի ու շաբաթ մեզ ինչ է սպասում ֆունդամենտալ առումով։ Երկուշաբթի սկսել ենք չինական նորություններից, համախառն ներքին արդյունքի ցուցանիշ, ընդհանուր բավական շատ են նորությունները, ներդրումներ հիմնական կապիտալում, հանրային ցուցանիշ, որը մի քիչ ցածր է կանխատեսված երկրորդ եռամսյակի համար արդեն, նաև արդյունաբերական արտադրանքի ծավալ, բոլոր դեպքերում լավ ցուցանիշներ այստեղ կանխատեսելի են, որտեղ չինական տնտեսությունը սկսել է արդեն վերջերս բավական ակտիվություն ցուցաբերել, այնուհետև մի ու շաբաթ ասեմ ձեզ, բավական հագեցած է սպառողական գների ինֆորմացիա, այսինքն Միացյալ Նահանգների վատ ֆոնին, սպասենք տեսնենք ինչ ֆոն է գալու այստեղ, այս հատվածը անենք Միացյալ Նահանգներին վերաբերում Եվրամիության սպառողական գների ցուցանիշներն են, ամենայն դեպս առանձին երկրներով վերցրած որևէ էական ազդեցություն չկար, լավագույն դեպքում լավագույն ցուցանիշ կարող է սպասել կանխատեսված նախորդ ամսվա մոտ ինչ-որ նույն ցուցանիշ, որտեղ բոլոր երկրներից նույնը դուրս եկավ, որևէ լավատեսական բան չկա, դա է պատճառով եվրոն այսօր չկարողացավ արժևորվել իմիջիայլոց, ասեմ, հարգելի մասնակիցներ։ Երեքշաբթի գիշերը սկսում ենք Նոր Զելանդիայի սպառողական գների ինդեքսից, կարա այսպիսի հետարքիր բան լինի, ստեղի համեմատ, ստեղին չեմ կարա ասեմ, հիմք չունեմ, ամենայն դեպս 1.9% և ավել,
ինքը բավական աճ կապահովի նորզելանդական դոլարին, այնպես որ սպասելի է այս արժեքը այստեղ կանաչ նորություն դուրս գալը։ Ավստրալիայի կենտրոնական բանկի հայտարարություններ ենք տեսնելու այդ գիշեր, այնուհետև ունենք երեքշաբթի օրը բացի Նոր Զելանդիայի սպառողական գների ինդեքսից նաև ուրեմն ականատես կլինենք Մեծ Բրիտանիայի սպառողական գների ինդեքսի, տեսեք ինչ լավ աճ ունի գնաճը, ինչքան լավն է Մեծ Բրիտանիայում եւ ցանկացած դրական ցուցանիշ միանշանակ ֆունտը կարժևորի, իսկ ֆունտը հիմա արժևորման փուլում է 1.31, 50-32-ը մեր ճանապարհին է, այնպես որ այստեղ նույնպես սպասում ենք լավ նորությունների, թեկուզ այսպես էլ պահպանվելի լավ է Մեծ Բրիտանիայի համար, եթե տեսանք 3% եւ ավելի, դա նշանակում է, որ մոտ ապագայում բարձրացվել են առաջիկա 1-2 ամսում ռեզերվային դրույթներ, իսկ մյուս կենտրոնական բանկը, որը կբարձրացնի կկոշտացնի դրամավարկային քաղաքականությունը, դա լինելու է Անգլիայի բանկը, Անգլիայի կենտրոնական բանկը։ Այնուհետև երեքշաբթի ունենք նաև սպառողների տրամադրությունը, ներդրողություն տնտեսական պայմանները, տնտեսական տրամադրությունները Գերմանիայում ամեն դեպս լավ է, կարելի է նման իրավիճակներ սպասել, այստեղ առանձնապես Եվրամիությունում նույն պատկերն է, տնտեսական վիճակը բավական լավ է, արտահանման ներմուծման գները Միացյալ Նահանգներից, Միացյալ Նահանգների տարբերություն ասեմ, որ Միացյալ Նահանգների նորությունների ֆոնը շատ թույլ է, գրեթե բացակայում է խոսքով, չորեքշաբթի օրը Միական նորություններից անշարժ գույքի շուկային վերաբերող նորությունները Միացյալ Նահանգներում լավ նորություն ես այստեղ չեմ սպասում, նավթի պաշարներն են, ամեն հավանականությամբ այս պաշարների անկումը ժամանակավոր բնույթ է կրում, տեսնենք ինչպիսի արդյունք կունենանք։ Հինգշաբթի օրը Ճապոնիայի շատ լավ նորություններ, առևտրային հաշվեկշիռ, տեսեք ինչքան տարբերություն կա, իրենով է սա իհարկե արտահայտված, բայց արտահանման ծավալի աճ, ավելի աճ եմ սպասում եւ այս թվի լավ թիվ այստեղ մի խոսքով, այնպես որ Ճապոնիայի առևտրային հաշվեկշռից դրական նորություններ ենք սպասում, միջազգ ասեմ, որ նաեւ Ճապոնիայի կենտրոնական բանկի նիստ ունենք հենց նույն օրը, հինգշաբթի օրը, ուշադիր լինենք, այնպես որ ճիշտ է տոկոսադրույքը փոփոխություն չի ենթարկվի, սակայն կարող է հայտարարության մեջ որոշակի արդեն նոտաներ լինեն կոշտացման հետ կապված։ Բայց մինչև այդ նաև ունենք բավական էական նորություններ ավստրալիական դոլարի մասով, դա գործազրկության մակարդակն է, տեսեք 0.1%-ով աճ է կանխատեսվում, սակայն վերջին շրջանում այստեղ բավական ուժեղ թվեր ենք մենք տեսնում, այնպես որ միտումը կարող է շարունակվել, զբաղվածության ցուցանիշներն են, այսինքն ավստրալիական NFP-ն է, ասենց ասեմ, այնպես որ հինգշաբթի օրը բավական նորություններ կան, իրար հաջորդող, Ճապոնիայի կենտրոնական բանկից հետո ասուլիսն է կենտրոնական բանկի նախագահի, արտադրողի գների ինդեքսները Գերմանիայում, սա նույնպես կարևոր ցուցանիշ է, որից հետո արդեն լույսը դեռ չբացված բավական նորություններ եւ շարժ ենք ունենալ իմիջիայլուց ասեմ, էլի Մեծ Բրիտանիայից մանրածախ առևտրի ծավալը, ասեմ որ ֆոնը այսպիսին է, սպասվում է նման իրավիճակներ, չնայած վերջին շրջանում այս ցուցանիշները հիասթափեցնող են եղել, բայց եւ կանխատեսված եւ սպասելիքները արդեն իսկ լավն են, տեսնենք ինչպեսին կլինեն։ Եվ հələ մենք Մեծ Բրիտանական նորությունները չվերջացրած, խնդրեմ, ուրեմն լսելու ենք եւ տեսնելու ենք, իհարկե այստեղ փոփոխություններ չեմ սպասում դեռ։ Եվրամիության կենտրոնական բանկի նիստն է լինելու, տոկոսադրույքի մասին ուրեմն որոշումներ, ելույթը պրես կոնֆերենցիան, ասուլիսը Մարիո Դրագի, նախ միջ այս եղած բոլոր տվյալները ընտիր են Եվրամիությունից, այս շաբաթ ևս կտեսնենք տվյալներ, հատկապես հաջորդ շաբաթի սպառողական գների ինդեքսը լավ լինելու դեպքում Մարիո Դրագին
ուրիշ բան չմնա, որ ուղղակի ասի ախպեր ջան, մենք արդեն ուզում ենք կոշտացնել դրամավարկային քաղաքականությունը։ Եվ այդ ելույթից հետո եվրոն կգնա վերև։ Գործարար ակտիվության ինդեքսը Միացյալ Նահանգներից էլի նվազում է, այս պայմաններում արդեն նվազում է, պիկին է ասել, ասում է գագաթին է ասել եւ դժվար է արդեն ամեն անգամ լավ անընդհատ աճ ցույց տալը։ Ճիշտ է, նախորդ ամիս այս ցուցանիշը սպասում ենք վատ, բայց բավական լավ դուրս եկավ, տեսնենք գործարար ակտիվությունը ընդհանուր առմամբ լավ վիճակում է Միացյալ Նահանգներում, բայց նվազման միտում այստեղ կարող է լինել։ Սա ուրեմն 5-շաբթի օրը եւ ուրբաթ օրը գրեթե նորություն չունենք, ամբողջ ուշադրությունս կենտրոնացնենք Կանադայի վրա։ Կանադայի սպառողական գների ինդեքսները, այստեղ վատ ցուցանիշները կբերեն կոռեկցիոն, ուրեմն կանադական դոլարի կոռեկցիոն անկման։ Լավ ցուցանիշները եւս մեկ իմպուլսով ուրեմն կմեծացնեն կանադական դոլարը եւ կանադական դոլարը նոր մինիմումներ կգրավի։ Վատ շաբաթ չի, ամենայն դեպս դոլարի մասով թույլ են նորությունները, գրեթե չկան, դա նշանակում է, որ բոլոր ակտիվների ուղղությունները կախված կլինեն իրենց իսկ երկրում տեղի ունեցող իրադարձություններից, մասնավորապես սպառողական գների ինդեքսի ամբողջ մի շքերթ ենք տեսնելու եւ երկու կենտրոնական բանկի նիստեր Ճապոնիայի շատ կարեւոր են, որում եւ Եվրոմիության։ Այնպես որ սպասենք մյուս շաբաթ, ֆունդամենտալ առումով պատկերն այսպիսին է։ Եթե կան հարցեր, խնդրեմ, եթե հարցեր չունեք, ապա անցնենք տեխնիկական մեր վերլուծությանը։ Նաև հիշեցնեմ մեր գործընկերներին, որ մյուս շաբաթ արձակուրդային վիճակների մեջ կլինեմ երևի թե ես, բայց որպեսզի քանի որ բոլորդ էլ աշխատում եք ուղղություններից եւ ֆունդամենտալ որոշակի ֆոնից, ասենց ասած, կարիք եթե լինի հեռու չմնաք, 2 օր կանենք վեբինար, 3 շաբթի եւ 5 շաբթի օրերը, այսինքն շուկայից ընդհանուր տեղյակ կլինենք, կուրսի մեջ կլինենք, բայց մյուս շաբաթ նախատեսված է ընդամենը 2 օր։ 3 շաբթի մեր հերթական օրը 8:30 եւ 5 շաբթի էլի 8:30։ Եվ մյուս շաբաթ արդեն բնականon հունով մենք կգնանք առաջ։ Սա իգիտություն բոլոր մեր ընկերներին, համենայն դեպս 3 շաբթի օրը հանդիպում ենք նախատեսված ռեժիմով եւ եվրո-դոլար։ Ինչ է անում եվրո-դոլարը, չի կարողանում իջնել ներքև, բայց այս ստոպերն էլ դեռ չի վերցրել, հետարքիր ինչ որ տառապանքների մեջ է աշխատում է մեր կանաչ զոնան, ուրեմն երկրորդ օրվա տեղափոխածը դեռ ֆրակտալ չենք հասել, չենք անցել, այստեղ կա երկու բայստոպի միջայլոց, ոնց որ թե մեկն է, ֆրակտալային է, որովհետև միջև այդ ֆրակտալ չկար, այսօր նոր ձևավորվում է, այդ բայստոպը ոչ թե ֆրակտալինն է, այլ 0-ից անցման, եւ այսօր կավելացնենք այստեղ նաեւ ֆրակտալային բայստոպը, բոլոր դեպքերում ուղղությունը վերև է, տեսնենք, եթե մաքսիմում կհատենք, նախ մեր սել ուղղությունը կվերանա, երկրորդը արդեն կբացվեն եւս երկու բայ դիրքեր եւ այստեղ այլ սիգնալներ կունենանք։ Այս պայմանն մեկ բայ դիրք, որի ստոպ լոսը տեղադրենք հենց 3 մոմի մինիմումի տակ, ունենք սել դիրք շրջադարձային մոմից, որը մենք դիտարկել ենք որպես շրջադարձային, որի ստոպ լոս հենց նույն մոմի մաքսիմումի վրա է, այնտեղ կա երկու բայ ստոպ։ Սելի համար ունենք եւս երկու սել ստոպեր, բլուցե եւ ֆրակտալային սիգնալներով, դրանք գտնվում են հունիսի 20-ի մոմի մինիմումի տակ։ Այսպիսին է իրավիճակը եվրոյի մոտ, ասեմ, որ եվրոյի արժևորումը 2 շաբթի ենք տեսնելու, եթե լինի, եթե մենք տեսնենք լավ նորություններ, որը ես հիասթափեցնեմ, որ նրանց ովքեր եվրոյի աճ են սպասում, ճիշտն ասած չեմ սպասում, որովհետև գոնե վատը չտեսնենք, եթե վատը չտեսնենք, էլի եվրոն կպահպանի իր գրաված դիրքերը, բայց եթե վատ նորություն տեսանք սպառողական գների ինդեքսի մասով, եվրոն բավական խորքային արժեզրկում կունենա դոլարի հանդեպ։ Ֆունտ հոյակապ գործ, աշխատանք, ուղղություն, սպասում ենք չէր գնում ներքև եւ խնդրեմ վերև գնաց, ճիշտ է կոռեկցիան խորքային եղավ բավական, տեսնում ենք ԱԲՑ-ն, հա։ Այնպես որ գնում ենք վերև, մեր բայ դիրքը արդեն իսկ ակտիվացած է, ստոպ լոսը դնենք
ամսի 12-ի մինիմումի տակ, այսօր մեզ տալիս է 2 բայստոպ դնելու հնարավորություն, այնպես որ կդնենք այսօր մաքսիմում 2 բայստոպ, եւ ֆունտը վերև եմ սպասում, շատ, 1.33 ես դեռ շուտվանից սպասում էի, ամեն դեպս մի շաբաթ Մեծ Բրիտանիայից նույնպես բավական շատ նորություններ ունենք, եւ ամեն հավանականությամբ դրանք կպայմանավորեն ֆունտի արժևորումը ողջ ճակատով։ Սելի համար ունենք սել-ֆրակտալ, ամսի 21-ի մինիմումն է, այստեղ ոչ միայն սել-ֆրակտալ է, այլ նաև ունենք բլուցը և զրոյից անցման սել-ստոպեր, 3 սել-ստոպ այստեղ ունենք։ Բավական հեռու է, բայց այս պայմանությամբ մեր ուղղությունը բայ է, գնում ենք վերև, շարունակում ենք ուրեմն գնել այս բրիտանական ֆունտը, վաճառել դոլարը։ Ճապոնական յենան գեղեցիկ աշխատանք է փորձում իրականացնել, ոնց որ թե ստացվում է։ Միջոցով այս կոռեկցիան դոլարի մի փոքր արժևորումը վերջի րոպեին ապահովեց Կապլանը, ընդամենը 3 նախադասություն ասեց, որ ֆեդերալիզային համակարգի նիստը համակարգը դիտարկում է տոկոսադրույքի բարձրացումը դեռ, որ հաշվի բալանսի, ֆեդերալիզային համակարգի բալանսի կարճատումը կարող է սկսել սեպտեմբերից։ Եվ նման ուրեմն հայտարարությունները որոշակի արժևորում տվեցին դոլարին եւ բոլոր ճակատներով գնաց խորքային կոռեկցիա։ Հիշեցնեմ, որ այսօր մոմը տալիս է եւս մեկ սել-ստոպ դնելու հնարավորություն երկրորդ իմաստունից, ստոպերը բոլոր սելերի համար կարող ենք իջացնել 12-ի մոմի մաքսիմումին, կարող ենք եւ չիջացնել, այնպես որ այս այլընտրանքը թողում եմ ձեր հայեցողությանը, սպասենք կոռեկցիոն բայ, հետո նոր կարող է օպտիմալացնենք ստոպ լոսերը։ Այսպիսին է իրավիճակը, տեսնենք, կարող է կարմիր գծից ներքև փակվի գինը, որը չասած այս բանին դժվար է դա տեսնել, բայց հնարավոր է փակվի կարմիր գծից ներքև եւ մենք ունենք եւս մեկ սել-ստոպ դնելու հնարավորություն զրոյից անցման։ Մեր մյուս սելը, սել-ստոպը գտնվում է սել-ֆրակտալի մինիմումի տակ, այնտեղ է մեր սել-ստոպը, այնպես որ դեռ սպասում ենք, բայց աշխատանք չի, ֆրանկը չի կողմնորոշում, ինչ է ուզում, բայց դե եթե այսօր փակվեցինք կարմիր գծից վերև կունենանք բայստոպ դնելու 2 բայստոպեր հնարավորություն, եթե փակվեցինք կարմիր գծից ներքև այդ բայստոպի ճիք է դառնում, սակայն եթե փակվեցինք կարմիր գծից վերև թե ներքև դա կապ չունի, տեղափոխում ենք սել-ստոպը կարմիր զոնայի։ Բացի այդ այստեղ նոր բլուց է սիգնալ կա ամսի 12-ի մինիմումի տակ, բացի դա այն դառնում է նոր ֆրակտալային ուրեմն սել-ստոպ դնելու տեղ եւ այդ մոմի տակ 2 արդեն ստոպ լոսերը վերակեսում 2 սել-ստոպ է լինելու ֆրակտալային ենք տեղափոխում եւ բլուցեի նշանից կարմիր զոնան վերում ենք այսօրվա մոմի մինիմումի տակ բոլոր ստոպերը նույնպես կպահենք ֆրակտալային ամսի 12-ի մոմի մինիմումի տակ սպասենք տեսնենք թե ֆրանկը ինչ է ուզում բայերի ստոպերի մասին է խոսքը 3 բայ ունենք աշխատում են այսօրվա մոմը եթե բայային սիգնալ լինի պետք է փակվի կարմիր գծից վերև կարանք մաքսիմից դնենք բայ ստոպեր սակայն ամսի 20-ի մոմի մաքսիմումին ունենք 2 բայ ստոպ այնտեղ էլ դրված են այդ 2 բայ ստոպերը ավստրալիական դոլարը հոյակապ աշխատանք հուսամ ինչ-որ մեկը հետևում է ձեզանից խորհուրդներին եւ աշխատում այս ուղղություններով 78-ը արդեն պատմություն է 79 եւ 08 կլոր թվերի ենք ցկտում գնում ենք տեսնենք եթե երկուշաբթի չինական նորությունները լավ եղան 08-ը այդքան էլ հեռվում չէ եւ տրենդը որ մենք հասկացել ենք տեսել ենք փաստորեն բավական տեղին է եղել եւ ճիշտ գնում ենք վերև ստոպերը կարող մի փոքր երկուշաբթի նույնպես օպտիմալացնել բերելով ուրեմն ամսի 12-ի մինիմումի տակ եւ մենք բավական հեռվում ունենք մեկ սել-ստոպ այն գտնվում է հունիսի 2-ի մոմի մինիմումի մյուս գեղեցիկ աշխատանք ցույց տվող ակտիվը դոլար կանադական դոլար երկու սել-ստոպեր են այստեղ բլուց է սիգնալով եւ ֆրակտալային
չնայած երկուսն էլ աշխատեցին, բայց ֆրակտալային արդեն ֆրակտալ չկա, որտեղ մինիմում ենք հատել, այսինքն ֆրակտալը դեռ ձևավորված չէր։ Աներողություն ֆրակտալային չի, ազատ ներողություն 0-ից անցմանն է, երբ բլուծը երկուս էլ ստոպել են, կարմիր զոնա 3-վա մոմի մինիմումին ենք տեղափոխել, այն աշխատել է, այսօրվա մոմը եւս տալիս է 1 սելստոպ դնելու հնարավորություն, որպես կարմիր զոնայի ուրեմն 3-րդ օր։ Ստոպերը դեռ եկեք պահենք ամսի 12-ի մոմի մաքսիմումին, շահույթները շատ մեծ են, շատ լավն են, մեծ սպասենք, մաքսիմալացնենք մեր շահույթները, 1.25 առնվազն տեղ ունենք իջնելու, 24-ն էլ այդքան հեռու չի, այնպես որ մի քիչ համբերենք մի շաբաթ կերևա, ուրբաթ օրը բավական էական նորություններ ունենք այստեղ, տեսնենք թե ինչ է լինելու։ Ուրբաթ օրը շրջադարձային կարող է կանադական դոլարի համար կամ հակառակը դեռ իմպուլսային շարժունակի շարժը կերևա։ Շաբաթ բայ համար բավական հեռու ունենք բայ ֆրակտալ, չենք դիտարկում, նպատակահարմար չէ, Նոր Զելանդական դոլարը 3 մոմը բացարձակ կապ չունի շրջադարձային մոմի հետ, վերացնում ենք դա, իր մաքսիմումին կա 2 բայ ստոպ, կանաչ զոնայի եւ բլուծեի, ոնց որ թե կանաչ զոնան չի ուզում աշխատի եւ այդ մեկը կտեղափոխենք այսօր մոմի մաքսիմումին, 1 բայ արդեն իսկ աշխատում է, եւ այստեղ ունենք սել ֆրակտալ, ամս 11 մոմի մինիմումից այնտեղ է մեր սել ստոպը, այստեղ եւս սել ստոպեր ունենք, բայց չենք դիտարկում, դրանք բավական հեռու են։ Մի քիչ կարող ենք ստոպը օպտիմալացնել բայերի 12-ի հուլիսի 12-ի մոմի մինիմումի տակ բերելով։ Եվ այստեղ նույնպես ունենք բայողություն, հիշենք, որ մի շաբաթ, ինչպես նկատեցիք, Նոր Զելանդական դոլարի հետ կապված էլի նորություններ ունենք։ Եվ սպառողական գների ինդեքսի մասով եւ մասնավորապես հենց սպառողական գների ինդեքսը ուղղակիորեն կողորթի Նոր Զելանդական դոլարի ուղղությունը։ Ոսկի բոլոր նրանց համար, ովքեր սիրում են ոսկով աշխատել, հոյակապ աշխատանք է, հոյակապ շահույթներ, դա շարունակում ենք, իհարկե շարունակում ենք, այսօր մեզ տալիս է ևս 1 բայ ստոպ դնելու հնարավորություն, այսօր մաքսիմումի դնենք բայ ստոպը, ստոպ-լոսը մի փոքր կարող ենք օպտիմալացնել, վերելով ամսի 11-ի մոմի մինիմումի տակ։ Ու վերև, ևս 1 բայ ստոպ ունենք այստեղ բայ ֆրակտալից, բայց երևի թե նոր բայ ֆրակտալ շուտով կձևավորվի հունիսի 6 մոմի այս կողմերում, այդտեղից նոր էլեմենտ բայ։ Իսկ չգիտեմ ինչու, իսկ այս բայը բավական շարունակական է լինելու եւ մենք 1370 մեր նպատակը այս անգամ կհասնենք, բայց դե տեսնենք շուկայը։ Արծաթը նույնպես աշխատել է դիվեր բայ ստոպը, արծաթի այսօր մոմը տալիս է 2-րդ իմաստունի բայ ստոպ դնելու հնարավորություն, ստոպերը բավական հեռու են, բայց մի քիչ օպտիմալացնենք, սա շատ 1000 պունկտանոց մոմ է, ասեմ ձեզ 10-ի հուլիսի 10-ի մոմի մինիմումին կբերենք մեր ստոպ լոսերը, ամեն դեպս հուսանք, որ շահույթը իրեն երկար սպասել չի տակ ունենանք եւ ստոպերը արդեն կլինեն անվնաս մակարդակում եւ 2 բայ ստոպ հունիսի 6-ի մոմի մաքսիմումին դեռ հեռու են սրանք, բլուծե եւ ֆրակտալային բայ ստոպերն են, մինչեւ այդ երևի թե մենք էլի տեղեր կունենանք դրանք օպտիմալացնելու։ Նավթը փակեց մեր բոլոր սել դիրքերը, որոնք մենք կուտակել ենք ստոպով, բացեց կանաչ զոնայի բայ ստոպը, որ տեղափոխել ենք 3 մոմի մաքսիմումին, եւ այսօր կանաչ զոնայի եւ 0-ից անցման 2 բայ ստոպի սիգնալ է տալիս նավթը, խնդրեմ, եւ բայի համար ունենք նաեւ բայ ֆրակտալ, սելերը փակվեցին, սելի համար ունենք սել ֆրակտալ, ամսի 10-ի մոմն է եւ այդ մոմի մինիմումից նաեւ կա 0-ից անցման սել ստոպը, այնպես որ ուղղությունը նավթը փոխեց բայի, սա WTI-ն է, Brent-ի մոտ չկա կանաչ զոնա, սակայն այսօր մոմը մեզ տալիս է 0-ից անցման սիգնալ եւ կդնենք բայ ստոպը, այստեղ դեռ չեն փակվել մեր սելերը, ստոպ լոսը դեռ մի քիչ բարձր տեսնենք, ամեն դեպս ուղղությունը բայ է նավթերի մոտ, կարող է փակվել ստոպերը եւ զարգանալ բայերը, բայի համար ունենք բայ ստոպ դրած ամսի 4-ի մոմի մաքսիմումից, իսկ սելի համար ունենք սել ստոպեր ամսի 10-ի մոմի մինիմումից եւ պատճառներով, ինդեքսներն են, Dow Jones-ն է, չենք կողմնորոշում, Dow Jones-ն նոր մաքսիմումները թարմացնում, տեսնենք ինչքան կարա
այս դիվերգենտ եւ մաքսիմում թարմացնելու վիճակը երկարին, դեռ մեր համբերությունը չի հատել իհարկե, բայց արդեն կես տարուց ավել է դիվերգենտ վիճակներում ենք, հետարքիր իրավիճակ է, տեսնենք, թե երբ են շուկաները վերջապես որոշելու շրջվել։ DAX-ն է ֆրանկիենան, ովքեր ֆրանկիենով աշխատում են, ասում եմ մինիմումից եւս մեկ sell stop, ֆունտիենան բավական խորքային կորեկցիայի գնում, եւ եթե այսօրվա ուրմնությունը չկանաչեց, այսօրվա մինիմումի տակ եւս մեկ sell stop, եթե մենք իհարկե չանցնենք մաքսիմումները, բավական խորքային կորեկցիա գնաց ֆունտիենան, տեսնենք։ Եվրոֆունտը լավ է, այսօր դիրքը աշխատում է, եվրոյենի մոտ ունենք դիվեր սիգնալ, ովքեր եվրոյենի սելին սպասում են, այսօր մինիմումից կարող են դիտարկել sell stop sell-ը, մինիմումի թե մենք երկուշաբթի անցանք դեպի ներքև, ուրեմն ուղղությունը sell է։ Ավստրալիական դոլարի ենան դեռ բայ է, ֆունտ նորզելանդականը բայ է, չնայած ափսոս այս մոմը փակեց մեր օպտիմալացված ստոպերը, եվրո ավստրալիական դոլարը sell է, դոլար շվեդական կրոնան կարող է այստեղ հետարքիր մոմ նկարել։ Այս պահի համար այսքանը, հարգելի մասնակիցներ, եթե հարցեր չունեք այլ ակտիվների մասով, ապա շնորհակալ եմ բոլորիս մասնակցության համար, հուսամ Աուդենզեդեն Արսենն է ասում, հիմա գտնեմ Արսեն ջան, հուսամ այս շաբաթ բոլորդ լավ շահույթներ ունեք, Աուդենզեդեն բայ է, այդ բայը մենք դիտարկել ենք, այս կորեկցիան մի քիչ խաբեց մեզ, բայց ընդհանուր լրիվ բայ, միայն բայ, և ոչինչ բացի բայից, ինչ-որ կանաչ զոնաներ են, մի րոպե ավելի մանրամասն դիտարկենք Արսեն ջան, 2 բայ ստոպ կա այստեղ 0-ից անցման կանաչ զոնայի, երրորդը այստեղ է, բոլորը աշխատած, չի աշխատել երեկոն ենք տեղափոխել, այսօր մոմը նույնպես բայ ստոպի սիգնալային մոմ է, այստեղ ֆրակտալ չունենք, ֆրակտալը այս ներքևն է եղել, այն արդեն աշխատել է, մի խոսքով ուղղությունը լրիվ բայ է, ավստրալիական դոլար, նորզելանդական դոլար, որևէ սելի նշան այստեղ չունենք, սեք այս դիվերգենտ իրավիճակից, բայց այս ծխնաշրջադարձային մոմ չտվեց, մեզ երկրորդ իմաստունով է տվել բայ ստոպ դնելու հնարավորություն, իհարկե չենք դիտարկել, որտեղ բավական հեռու էր, հետաքրքրություն չկար այս ակտիվը դիտարկելու, թե չէ ինքը ընդհանուր մեզ շրջադարձի սիգնալներ շուտվանից տվել է և խնդրեմ այսպիսի լավ գեղեցիկ աճ է այստեղ իրականանում։ Այլ հարցեր։ Եթե չկան հարցեր, եւս մեկ անգամ շնորհակալություն, ել եմ ասում հուսանք հատկապես նրանք, ովքեր սիգնալ նաև ստանում են վերջի շրջանում մի քիչ անհաջող վիճակ է, բայց այս շաբաթ ոչինչ արդարացրեց սիգնալներն իրեն, հուսամ, որ այդտեղ նույնպես բավական շահույթներ ենք ստացել եւ մինչ մյուս շաբաթ կհանդիպենք երեքշաբթի օրը 20:30, բոլորիս հաճելի հանգստյան օրեր, ցտեսություն։